Կարող եք համարել, որ սա արդեն մշտական process է եւ այո, շուտով կլինի Հայաստանում դիզելային վառելիք, որը էլի եթե նայում ենք ընդհանուր շուկայում գնանկում կա եւ դիզելային վառելիքի շուկայում էլ է լինելու գնանկումը, ես կասեմ նաեւ պատճառը շուտով այս անգամ գալիս է ոչ միայն պրեմիում բենզին, այլ նաև պրեմիումի հետ նաև ռեգուլյար բենզին եւ սա ոչ թե 1200-1300 տոննա ինչպես նախորդ անգամ էր, այլ 6-7000 տոննայի շրջանակում ուրեմն բենզին, դիզվառելիք եւ բենզին եւ դիզվառելիք է գալու եւ մեր գնահատականներով այս եւ մյուս այլ հարակից փոփոխությունները, որը նաեւ սրա արդյունք է, բերելու է նրան, որ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում դեկտեմբեր ամսվա միջին գների նկատմամբ մինչեւ 80 դրամ 1 լիտրի համար գնանկում կունենա։ Ընդ որում, արդեն իսկ ոչ այն ընկերությունները, որոնք ադրբեջանական բենզին են ներմուծում, մյուսները, արդեն իսկ շուկայում տարբեր, եթե մեր դիտարկումներով 30-40 դրամ մինչև գնանկում կա դեկտեմբերի գների նկատմամբ, մրցակցությունը, որովհետև այո, նրանք իմ տեղեկություններով նրանք գնացել են ես մատակարարներին ասել են, որ շուկայում հայտնվել են ավելի էժան բենզին եւ մեզ պետք է ավելի էժան գին տակ, հակառակ դեպքում շուկայի դուրս կմնանք եւ մատակարարները ըստ էության ընդառաջ են գնացել եւ ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին ել ավելի կիչնի գները եւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության օգուտները իհարկե բազմաթիվ են, բայց տեսանելի օգուտներից մեկը այն է, որ մինչև 16.5 միլիարդ դրամ ամեն տարի մեր տնտեսությունը կստանա լրացուցիչ, այսինքն մենք քիչ կծախսենք այդքան, մինչև 16.5 միլիարդ դրամ տնտեսության տարբեր ճյուղեր, իսկ օրինակ գյուղատնտեսության մեջ միայն դիզելային վառելիքի գծով 1.1 միլիարդ դրամ, այսինքն Գառնանը մեր գյուղացիները, որ գարնանային աշխատանքները կսկսեն, 1.1 միլիարդ դրամ համախառն արդյունքով մեր քաղաքացիները ավելի քիչ գումար կծախսեն, քան անցած տարի, կամ կարող էին ծախսել, ուրեմն, եթե չլիներ այս հաստատված խաղաղությունը եւ դրա արդյունքները միայն դիզելային վառելիքի օգնությամբ միջոցով։ Հետեւաբար կար այդպիսի բան չէ, ասում էին դուք Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ասում եմ, դրանով մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն, որովհետև այդ 1.1 միլիարդը, 16.4 միլիարդը, դրանք մեր ժողովրդի գրպանից էին դուրս գալիս, դրանք մեր պետական բյուջեից էին դուրս գալիս, դրանք Հայաստանից էին դուրս գալիս եւ այո, մենք լցնում ենք սրանով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանեկան բյուջեն։ Կազմի նաեւ ինքնարժեքի վրա։ Այո, դրա համար եմ ասում, 16.4 միլիարդ դրամ մեր տնտեսությունը, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, туриզմ, տարբեր ոլորտներ ավել էր ծախսելու։ Հետևաբար քաղաքացին, գյուղաբնակ ֆերմերը, մեր բիզնես ներկայացուցիչները, մեր քաղաքացիները իրանք այդքան քիչ են ծախսելու։ Հետևաբար մեր ընտանիքների գրպանից 16.4 միլիարդ, մեր ընտանիքների գրպան լցվելու է 16.4 միլիարդ դրամ, եթե այս գինը պահպանվի, եթե գինը ավելի ներքևի չէ, ավելի շատ։ Հետևաբար այս process-ի արդյունքում եթե ինչ-որ բան է տեղի ունենում, դա մեր քաղաքացիների եւ մեր պետական բյուջեի գումարներն են ավելանալու։ Վրաստանը չհարկեց առաջի քանակը, հիմա հարկելու է թե ոչ, եւ ինչպես դա կանադառնա գնի վրա։ Ոչ թե հարկել, այլ մաքսատուր ճանապարհի վճար, ճանապարհային վճար էր դա։ Առաջինը, այո, Վրաստանի կառավարությունը, ինձ նաեւ նախարարը տեղեկացրեց իմ գործընկերը, որ իրենց վարչապետը որոշում է կայացրել, նաեւ հաշվի առնելով այն շատ լավ հարաբերությունները, որոնք որ կան Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների միջեւ անձնական շատ լավ հարաբերություններ, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ շատ լավ հարաբերությունները, այդ այդպիսի որոշում վրացական կողմը կայացրեց։ Այդ քննադատներն ասում են, շնորհակալություն, ավարտեմ, իհարկե։ Պապան կնեք լրացում անեմ, քննադատներն ասում են, երբ որ Վրաստանը ճանապարհի հարկը կմցնի, գինը կլինի նույնը, ինչ որ այլ ընտրանքային բենզինը։ Հաջորդիվ նաև մեզ առաջարկվել է ճանապարհային վճար, փոխադրման վճար, որը շատ բարձր չէ եւ ընդունելի գին է եւ մեր գործարանները այդ գնով տեղափոխում են բենզին, դիզելային վառելիք եւ առաջիկա օրերին դուք կտեսնեք գների էլ ավելի իջեցում այս շուկայում։ Այսինքն ճանապարհի ծախսը չի ազդի գների թանկացման վրա, բայց դա այնքան մեծ չէ, որ հակառակը տեղի ունենա, ավելին ասեմ։ Ոչ միայն այն ընկերությունները, որոնք որ ներմուծում են, ոչ միայն իրենց բենզինն է, իրենց դիզվառելիքն է էժան լինելու, այլ նաև մյուսները
արդեն ստիպված գնում են եւ բանակցում են, որպեսզի ստանան ավելի մրցունակ գին, եւ դա բերելու է նրան, որ նրանք եւս իջեցնելու են իրենց գները եւ այդ տենդենսը կա։ Ես հիմա չեմ ուզում անուններ տամ, բայց որ եթե տալու լինեմ բոլորի անունը կտամ, բայց այսօր կան ուրեմն բենզալցակայաններ, ես այսօր եմ տեսել, որ իրենց գինը 30-40 դրամ ավելի էժան է, քան դեկտեմբերի գինը։ Արդյոք process-ը արդեն գնում է։ Քննադատներն ասում են, ինչու չեք բերում Իրանից եւ Վրաստանից։ Վրաստանում էլ ասում են կա գործարան, որը պրեմիում բենզին է արտադրում։ Ես այդպիսի մի գրառում այսօր տեսա, գիտեք, ախր շատ ինչ որտեղ ծիծաղելի է, երբ որ լրագրողով երբեք բիզնեսով չի զբաղվել, այդ որտեղ գրառում անողը դա լրագրող էր։ Ասենք օրինակ CPS-ի, Flash-ի, Ranoil-ի, Maxoil-ի, Galf-ի տերերին, որոնք որ 30-40 տարիա բիզնեսի մեջ են, սովորեցնում է թե ինչ պետք է իրենք անեն։ Իհարկե դա մի քիչ աբսուրդ է, հետեւաբար, այսինքն իր մեղադրանքը այդ մարդկանց էր ուղղված, որ կներեք էլի, ենթատեքստն է, պարոն Պապյան, որ սա քաղաքական քայլ է, այլ ոչ տնտեսական։ Քաղաքական քայլի հարց չի։ Այսինքն ուրեմն բանի, այդ մարդիկ, ասեցի արդեն, անուններն նորից։ Էժան բենզինի տեղը գիտեն։ Հա, ասենք CPS-ը, Flash-ը, Ranoil-ը, Maxoil-ը, Galf-ը, այն մյուսները, բաները, այդ էժան բենզինի տեղը չգիտեն, այդ բանա, ընդդիմադիր քաղաքական լրագրողը գիտի տեղը։ Մի քիչ լուրջ չէ, էլի ամեն մարդ թող իր գործով զբաղվի։ Եվ դա մեկ եւ իհարկե չխանգարեն մեզ, մենք կարողանանք մեր ժողովրդին մատակարարենք էժան պրոդուկտներ։ Բայց այդտեղ տարօրինակ հարցեր ծագեցին։ Իրանք ասում են, որ Ադրբեջանը չունի բենզին պրեմիում։ Ինքը ներկրում է, ինչի է մեզ տալիս։ Ուրեմն այն երկրները, որոնք ունեն նախ, սկսենք նրանից, այդ ձերը նշած երկրներից էլ է ներմուծվում եւ գոյություն ունեն տարբեր, նախ գները տարբեր են տարբեր երկրներում եւ այո, այս փուլում այդ հնարավորությունը, որը ստեղծվել է, ոչ միայն նոր իրավիճակ է եւ էականորեն գնանկում է առաջացրել մեր շուկայում, այլ նաեւ մյուս երկրներում, որոնք որ ունեն, եւս իրենք իրենց գները իջեցնում են։ Իրանից ինչու չեն գնում։ Սա մեկ, հաջորդը Իրանի դեպքում կան մի շարք խնդիրներ։ Իրանը ունի բենզին, բայց այն որակի բենզինը, որը մենք ենք ուզում, այսպես կոչված այդ Եվրո 5 այդ բարձր որակի բենզինը, Իրանը այդ տեսակի բենզին ունի սահմանափակ քանակությամբ եւ հիմնականում իր շուկայի համար է եւ իսկ այն բենզինը, որը որ ավելի, այսպես ասած, ավելի շատ ինքը կարող է արտահանել, դա մեր ստանդարտներին, ԵԱՏՄ ստանդարտներին չի համապատասխանում։ Պարոն Պապյան, մի վտանգ կա, որ մենք կընկնենք կախվածության մեջ։ Այ կա սա օրինակ Չինաստանը, երբ որ նավթ է գնում, իրանք հստակ օրենսդրություն են, որ որևէ մի երկրից այսքան տոկոսից ավել, նույնիսկ էժանության դեպքում չեն բերելու, որովհետեւ իրանք շուկան կախման մեջ չընկնի այդ երկրից։ Մենք ունենք նման չափանիշ քաղաքականություն, որ այ ինչքան էլ ադրբեջանական բենզինը էժան լինի, մենք չենք բերելու այնքան, որ մեր շուկան կախվածության մեջ ընկնի ադրբեջանական բենզինից իր քաղաքական հետևանքներով։ Ես նման մտավախություն չունեմ, որովհետև նախ այն ծավալները, որոնք որ հնարավոր են նույնիսկ պոտենցիալ գալ, դա այդպիսի ռիսկ չի առաջացնի։ Հայաստանը շարունակելու է բենզին ներմուծել եւ ներմուծում է տարբեր երկրներից, այդ թվում Ռումինիա, Վրաստան, Ռուսաստան, Եգիպտոս, այսինքն այդ շուկաները շարունակելու են լինել, ընդհակառակը մեկ նոր այլընտրանքի ավելացել եւ այդ այլընտրանքը ինչքան շատ այլընտրանք ավելացնենք, այնքան մեր երկրում պրոդուկտների գները կիջնեն։ Հայաստանում ինչի է շատ ապրանքներ թանկ, որովհետեւ այդ հնարավորությունը օրինակ Ադրբեջանից ներմուծելու, Թուրքիայից ներմուծելու, չգիտեմ, այլ երկրներից շատ հաճախ չկա, տարբեր պատճառներով, սահմանները փակ են եւ այլն։ Հիմա մենք փորձում ենք այդ ամեն ինչը հաղթահարել, որպեսզի մեր երկիր եւ ներմուծվող ապրանքների գները իջնեն, որի շահողը էլի մեր ժողովուրդն է լինելու, մենք բոլորս։ Եվ իհարկե մեր երկրից արտահանվող ապրանքների ինքնարժեքը իջնի, որպեսզի մեր երկրից արտահանվող ապրանքներն էլ դրսում մրցունակն են, որովհետեւ մի բան է, երբ որ դու կարող այդ ապրանքը A կետից B կետ տանելու համար անցնում ես 100 կիլոմետր ճանապարհ, մի բան է, երբ որ անցնում ես 500 կիլոմետր ճանապարհ։ Շատ լավ, բայց տեսեք, եթե Ադրբեջանը շարունակի շատ էժան մեր շուկայի համեմատ բենզին ծախել,
Նույնիսկ եթե մյուս տեղերում 30%-ով իջացնեն գները, դուք ասում եք միտումը կա, մեկը նրանք մրցունակ չեն լինելու, որտեղ մի բանա 30%, մի բանա 100%։ Եվ կամած այս գործարաններն էլ ձեր ասած թեքվելու են Ադրբեջանից բերեն։ Բերելու են դեղից, որտեղից ամենայժանն է, դա պարզ է։ Չկա վտանգ, որ այ մեր շուկան կթեքվի լրիվ ադրբեջանական եւ կախվածության մեջ կընկնի։ Բիզնեսի օրենքներից ելնելով։ Բիզնեսի օրենքները ենթադրում է, որ եւ դա ինչ հետևանք կարա ունենա հաջորդը։ Հետևանքը այն կլինի, որ գները կբարձրացնեն։ Հետևանքը այն կլինի, որ մենք մեկ շուկայից կախված կլինենք, այն էլ ոչ այնքան բարեկամական երկրից։ Կներեք, ես հիմա մի բան ասեմ։ Եթե մենք ուզում ենք առնենք բենզին, հիմա ինչ որ միտեղ վաճառում են 400 դրամ, ինչ որ միտեղ վաճառում են 500 դրամ։ Ինչի ես չպետքա գնեմ 400 դրամանոցը։ Հասկացա։ Հիմա նույն կերպ հենց դրանից ելնելով մեր ողջ շուկան կախվածության մեջ կընկնի։ Կառաջացնի մեզ համար։ Ենթադրենք դուք կարող եք ասել, որ մի օր կարող է գները բարձրանա, կամ մի օր ասեն հաջողություն։ Շատ լավ, այն պահին, երբ որ կասեն գները կբարձրանա, մենք շուկան նույն տրամաբանությամբ կգնա այլ շուկաներում կդիրքավորվի։ Բայց ես ձեր ասած իրավիճակը ըստ էության տեսականորեն եմ միայն հնարավոր համարում։ Գործնականում ես ձեզ վստահեցնում եմ, որ մյուս երկրները եւս մրցունակ արտադրանք են Հայաստանին առաջարկելու։ Ընդհակառակը, երկար ժամանակ օգտվելով են հանգամանքից, որ մենք ավելի թանկ են տվել, որ մենք բանի մեջ ենք, թակարդի մեջ ենք, կներեք, հա, այտենց փակ է մեր սահմանների 75%-ը, մեզ պարտադրել են գներ։ Ընդ որում դա ես չեմ մեղադրական տոնով չեմ ասում։ Դե պարզ է։ Հիմա եթե մի բան կարաս ծախես 600 դրամով, ինչի ծախես 400 դրամով։ Էսա ապաշրջափակման իմաստը։ Այսքան որ գոռում ենք ու գլուխներս այսպես կներեք տնկած առաջ են գնում։ Ինչի համար ենք անում։ Մեզ հաճելի է որ տենց տարբեր մեղադրանքներ։ Չէ, հանուն Հայաստանի ու մեր ժողովրդի ենք անում, որովհետև գիտենք որ վերջում այդ նույն ժողովուրդն է շահողը լինելու։ Պարոն Պապյան, դուք հայտարարեցիք այսօր, որ ադրբեջանական ընկերություններ կան, որ հետաքրքրություն են հայտնում կոնկրետ ապրանքներ ներմուծելու Հայաստանից, եւ նրանք մեզ տվել են կոնկրետ ապրանքների ցանկ։ Ընկերություն չեմ հայտարարել, որ կան բան կառավարությունների միջև խոսակցություններ։ Եվ ինչ են ուզում մեզանից եւ մենք ինչ ունենք առաջարկելու։ Մենք բավականին խոր հետազոտություն ենք իրականացրել, այդտեղ չծարաբեռնեմ շատ մեր եթերը, նմանության ինդեքս կա եւ այլն արտաքին առևտրում եւ տեսել ենք, որ կան մի շարք ապրանքներ, որոնք որ Ադրբեջանը ներմուծում է, Հայաստանը արտահանում։ Դա փոխլրացման ինդեքսով ենք նայել։ Եվ հետո պարզեցինք, որ նույն ուսումնասիրությունը նաեւ Ադրբեջանում էր արվել եւ երբ որ մենք փոխանակվեցինք, այսպես ասած, ցանկերով, տեսանք, որ այն ինչ որ մենք կարող ենք արտահանել, իրենք էլ մտածում են, որ հնարավոր է ներմուծեն։ Եվ այդ ապրանքների ցանկը շատ երկար չի, բայց բավականին շատ ապրանքներ կա, օրինակ ասենք ալյումինի հումք, փայլաթիթեղի հումք, ալյումինե փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, ընտանեկան կենդանիներ, ընտանի կենդանիներ, ուրեմն էլի կան ապրանքներ, ասենք կոնյակի հումք, ծխախոտ, սպիրտ, տեքստիլ, վարդ, տեքստիլ արտադրանք, ջերմոցներում արտադրվող բանջարեղեն եւ այլն։ Կամ բավականին ապրանքներ կա։ Այսինքն այդ ապրանքները մենք արտահանում ենք, իրենք այդ ապրանքները ներմուծում են։ Հետևաբար այդ ցանկերով փոխանակվել են, ինչպես մենք ենք հիմա իրենց այն ինչ որ իրանք կարող են մեզ առաջարկել, այսինքն իրենք են արտահանում, մենք ենք ներմուծում։ Մենք էլ աշխատում ենք մեր գործարաշրջանակներով, ասում ենք, այս հնարավորությունները կա, օրինակ իրանք տեսնեն, եթե այս ապրանքը կարող են ավելի էժան բերել Ադրբեջանից, նույնիսկ արդեն process-ներ կսկսվեն։ Նույնը մենք իրենց։ Հետևաբար այս գործընթացը գնում է առաջ, արդյոք ինքը հեշտ է, բնականաբար հեշտ չէ, տարբեր հանգամանքներ հաշվի առնելով, որովհետև նախ եւ առաջ սկսած նայից որ մարդիկ իրար ծանոթ չեն, շուկաները իրար ընդհանրապես ծանոթ չեն, որոշակի արքետիպերը, հա, հարցեր կան, որոնք որ հեշտ չեն, բայց կամաց պետք է գնանք առաջ։ Վարչապետը հայտարարեց, որ հեծը ժամանակին բոլորիս տուն մտել է եւ հավելագրել է եւ տարել է։ Հեծի նախկին կառավարիչը այսօր ասում էր, որ նման բան չկա։ Ձեր մեկնաբանությունը։ Վարչապետը ամբողջությամբ ճիշտ է ասել եւ ես մի քանի օրինակներով հիմա կապացուցեմ, որ հեծը կողոպտել է մեր ժողովրդին։ Տեսեք, երբ որ նայում ենք հանրային ծառայողի խայտառակ դրվագներ, դրվագներից մեկով ուրեմն պարզվել է, որ մի ընկերություն,
որի տնօրենը Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանի եղբոր տղան, ուրեմն իրենք սեփականատերն են, անտոկոս 6.4 միլիարդ դրամի վարկ է ստացել հեծից։ Իհարկե, մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ որևէ ընկերություն, որը մրցակցային շուկայում գործում է եւ ստանում է անտոկոս վարկ որևէ կազմակերպությունից, ակնհայտորեն ունենում է մրցակցային առավելություններ մյուսների նկատմամբ եւ կարող է օրինակ գներով եւ այլ հանգամանքներով ճնշել մյուսներին, բայց հենց դա սա մի կողմից։ Իսկ ում հաշվին է այդ անտոկոս վարկը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Այս լույսը, որը վառվում է, կամ այդ հեռուստացույցով հիմա մեզ դիտում են մեր քաղաքացիները, իրենց վճարած էլեկտրաէներգիայի փողի մեջ մտած է այս վարկի տոկոսը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք որ հիմա տանը սառնարան են միացրել, գազօջախ կամ հեռուստացույց եւ մեզ դիտում են, կամ ինտերնետ եւ մեզ դիտում են ինտերնետով, հոսանք են օգտագործում, նրանք վճարում են նրա համար, որպիսի այս ընկերությունը օրինակ անտոկոս վարկ ստանա։ Իսկ դա ինչպես է տեղի ունեցել։ Հեծը, որի սեփականատերը էլի եղել է Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան, այսինքն իրենց ընտանիքը, գնացել է վարկ է վերցրել հայկական բանկերից եւ միջազգային վարկային կազմակերպություններից։ Իսկ այսինքն ինքը փողի կարիք ա ունեցել, գնացել է վարկա վերցրել։ Իսկ այդ նույն հեծը այդ վեկալած գումարներից, նաեւ մեր վճարած գումարներից անտոկոս փոխառություն է տվել Նարեկ Կարապետյանի ընկերությանը։ Դեռ Նարեկ Կարապետյանն ասում է, բանը գործարան կառուցել գիտեմ, ես գործարան կառավարել գիտեմ։ Իսկ ինչպես ենք մենք վճարում այդ ամեն ինչի համար։ Ու հեծի սակագնի մեջ ուղղակի եւ անուղղակի մտնում է բոլոր իր ծախսերը։ Սկսած Կարապետյանների ստացած աշխատավարձներից, իրանց բաշխած շահույթներից, վերջացրած տարբեր ծախսեր։ Այդ թվում տոկոսային ծախսերը։ Այսինքն, եթե հեծը գնում է վարկ է վերցնում բանկից, այդ բանկի տոկոսների ծախսը մտած է սակագնի մեջ։ Այսինքն, մենք սակագնով վճարում ենք այդ տոկոսների փողը, իրանք իրանց ընկերությանը տալիս են 0% փոխառություն։ Սա այնա ինչի մասին վարչապետը խոսել է։ Այո, սա կողոպուտ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող եւ չպետք է ֆինանսավորեն այդ մարդկանց բիզնեսները։ Եվ մենք այս խայտարակությանը վերջ ենք տվել եւ վերջ ենք տվել բազմաթիվ այլ խայտարակությունների։ Մեկ այլ օրինակ։ Նորից կարդում ենք այդ ամբողջ պրոցեսները, որոնցով անցել է այդ կազմակերպությունը եւ ի վերջո Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրանց լիցենզիայից զրկեց։ 2016-25 թվականների ընթացքում 691 միլիոն ամերիկյան դոլարի երաշխավորություն է հեծը տվել մի շարք կազմակերպությունների, որոնք փաստացի ընդգրկված են կամ փոխկապակցված տաշիր ընկերությունների խմբի հետ։ Որպեսզի մեր քաղաքացիների համար պարզ լինի, դա ինչ է։ Որպեսզի բիզնես օրինակ իրականացնեն, շատ ընկերություններ հաճախ ստիպված են լինում որոշակի ֆինանսական երաշխավորություններ ինչ որ տեղ, դա գումար է սառեցնում այստեղ կամ այնտեղ։ Հեծի փողերով իրենց ընտանիքի բիզնեսները երաշխավորություն են ստացել։ Իսկ դա ինչպեսի հետևանք դա կարող է ունենալ։ Եթե այդ ընկերություններից ցանկացած որևէ մեկը սննկանար կամ որևէ ֆինանսական խնդիր ունենար, բանկը գալու էր, պետությունը գալու էր, այդ երաշխավորություն փողը վերցներ։ Հետևաբար հեծը հայտնվեր խնդիրների առաջ եւ հետևաբար Հայաստանում սկսեր էներգետիկ կրիզիս։ Իսկ Հայաստանում էներգետիկ կրիզիսը սկսվել է եւ պետք է հասկանալ արդյոք օրինակ այդ գործողությունները ինչ այս գործողությունը ինչպիսի չափով է ազդել process-ի վրա։ Եվ ամբողջ խայտարակությունը նրանում է, որ սրա մասին հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը չի իմացել, սրա մասին ժողովուրդը չի իմացել, Աշկերտորեն չի իմացել, չեն իմացել, չեն տեղեկացրել, սրա մասին միջազգային ֆինանսական կառույցները չեն իմացել եւ պետք է նշել, որ սա ունի նաեւ այլ կարևոր խնդիր։
վերջիններիս համար տնտեսապես չհիմնավորվող արտոնյալ պայման է ստեղծել շուկայում։ Այդ կազմակերպությունը։ Այո, հիմա նախորդ դեպքով ասում ենք 6.4 միլիարդ անտոկոս վարկ։ Կներեք, հիմա Հայաստանում տասնյակ հազարավոր բիզնեսմեններ կան։ Փոքր, միջին, մեծ։ Տասնյակ հազարավոր մարդիկ էլ փայլուն գաղափարներ ունեն, չեն կարող իրականացնել, որտեղ ֆինանսական միջոցների հասանելիության խնդիր ունեն։ Հիմա ես նայում եմ հեռուստացույցից այն կողմ ու մեր քաղաքացիներն եմ ասում։ Սիրելի 3 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ձեզանից ում անտոկոս 6.4 միլիարդ դրամ փոխտային Նարեկ Կարապետյանից ու իր հորեղբորից ավելի լավ բիզնես չէի կանի։ Ես վստահ եմ 99% ավելի լավ բիզնես կաներ։ Ես օգտվելով առիթից Նարեկ Կարապետյանին հրավիրում եմ հյուր, որ վերջինս նույնպես իր արգումենտները ներկայացնի։ Կարող եք ինձ էլ հրավիրել բանավեճի։ Տեսնեմ այս փաստարկների դեմ ինչ հակափաստարկ ունի։ Սիրով։ Հիմա եւս մի խնդիր մեր վարչապետի ապագա ընտրություններին վարչապետի տեխնացուներից մեկը ձեզ մեղադրում էր, որ դուք արտոնյալ մաքսային արտոնություններ եք տալիս կազմակերպությունների, դրանք փոխկապակցված են ձեր իշխանության, Քոչարյանի իշխանության կազմակերպությունների հետ եւ ահա կոռուպցիան բացահայտվել է։ Ինչու եք մաքսային արտոնություններ տալիս։ Ներողություն եմ խնդրում, բայց իհարկե քաղաքականության մեջ կան մարդիկ, որոնք որ այդ քաղաքական լուզերներ կան, որոնք որ չեն իրենք էլ չեն հասկանում, թե ինչն է իրենց անհաջողության պատճառը առանց տենց խոսքերի։ Փաստերով չկա, փաստերով ես ասեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2025 թվականի ընթացքում միայն 67 ծրագիր է այդ ծրագրի ուրեմն շահառու եղել 67 բիզնես, ուրեմն որի շրջանակներում ստեղծվել է 3405 աշխատատեղ։ Եթե այդ մարդուն լսեմ, Հայաստանում չէր լինի 3405 աշխատատեղ։ Ավելին ասեմ։ Բայց նա ասում է դրանք ձեր հետ փոխկապակցված բիզնեսներ։ Հիմա շարունակեմ, կգամ դրան։ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի առաջին կիսամյակում այս ծրագրի միջոցով Հայաստանում ստեղծվել է 36700 աշխատատեղ։ Տրամադրել ենք, որպեսզի Հայաստանում 36700 աշխատատեղ ստեղծվի։ Շարունակելու ենք տրամադրել, որպեսզի հաջորդ 3 տարում Հայաստանում եւս 36700 աշխատատեղ այդ ծրագրով ստեղծվի։ Իսկ հիմա մեղադրանքի։ Կներեք, այդ օրենքը դուք եք ընդունել, ձեր ժամանակը ընդունել։ 2015 թվականին ընդունվել է կառավարության որոշումը։ Այո։ Ուրեմն այսպես, այդ գումարների 1.22%-ն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Այսինքն 100,000-ից $1200։ Այո։ Մնացած գումարը ԵԱՏՄ երկրների բյուջեներից է գնում։ Այսինքն այդ փողը գնում է ԵԱՏՄ։ Այո։ Եվ ընդդեղից մեր հասանելիքը հետ է գալիս $100,000 հավաքում ենք, տալիս ենք, մեզ տալիս են $1200։ Այս դեպքում հավաքել ենք, ոչ տվել ենք, ոչ էլ ստացել ենք։ Մնացել է մեր երկրի ներսում։ Այսինքն 1200 չենք ստացել, բայց 98800 մնացել է երկրի ներսում։ Դարձել է աշխատատեղ, դարձել է ներդրում, դարձել է արտահանում, դարձել է տնտեսության զարգացում, դարձել է Հայաստանի։ Բայց կա մոնիտորինգ, որ դարձել է։ Այո։ Դրա 36700 աշխատատեղը որտեղից է ստեղծվել։ Այդ 3405 աշխատատեղը 2025 թվականին որտեղից է սկսվել։ Սա մեկ։ Հաջորդը այս ծրագրի շահառուների 2-3% կամ 1-2% են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ որևէ առնչություն անգամ փոքր ունեն։ Այս ծրագրի շահառուների մեծ մասը այսօրվա ընդդիմության կարկառու ներկայացուցիչներ են։ Այս ծրագրի շահառու է Կարապետյանների ընտանիքը։ Նարեկ եւ Սամվել Կարապետյանների։ Եվ այս ծրագրի շահառու են այսօրվա ընդդիմության կարկառուն առաջնորդներ եւ ֆինանսավորողներ։ Սա մեկ։ Այսինքն դուք ընդդիմությանն եք ֆինանսավորում։ Ես ընդդիմությանն էլ եմ ֆինանսավորում, իշխանությանն էլ, ես ֆինանսավորում եմ բոլոր նրանց, ովքեր որ վերցնում են պարտավորություններ, ներդրումներ անելու եւ այլն բոլորի։ Իսկ դա չափորոշիչներով է կարգավորում, թե դուք նստում ասում եք այս սրան հասա։ Կա հստակ չափորոշիչ, այդ չափորոշիչներով ես նույնիսկ իրավունք չունեմ չհաստատեմ։ Ոչ ես, ոչ կառավարությունը։
Այն հակառակը մեզ կարող են դատի տալ, ասել դուք գրել եք այդ չափորոշիչները, մենք համապատասխանում ենք, չտվեցիք։ Եվ քանի որ այդպես չեն կարել, աշխարհն էլ, համաշխարհային բանկն էլ դրան արձագանքել է, բայց եթե հարց լինի դրա մասին կասեմ։ Ինչ ասել համաշխարհային բանկը։ Համաշխարհային բանկը վերջերս մի զեկույց է հրապարակել բիզնես միջավայրի մասին։ Այո, կոչվում է Be Ready կամ Business Ready։ Դա նախկին doing business-ի ավելի լավարկված տարբերակն է եւ այդ զեկույցի համաձայն 101 երկիր են ուսումնասիրել, ընդ որում լավ երկրներ, այսպես ասենք, ներողություն եմ խնդրում այդ Զարգացած եւ զարգացող։ Զարգացող երկրներ։ Եվ Հայաստանը այդպես ուսումնասիրություն են կարել, ռանկինգ են կարել 101-ի մեջ 37-րդ տեղում է եւ մի շարք ուղղություններով առաջատար դիրքերում է։ Օրինակ, այնտեղ միսիոն կա, բիզնես մուտք, լիցենզիա, առևտուր, արտոնություններ, հարկեր, համաշխարհային միջինը 66.3 է, Հայաստանինը 72.91 գնահատականը։ Եվ այդ ցուցանիշով մենք աշխարհում 29-րդն ենք։ Այնտեղ մի հատ երկրորդ սյուն կա, հող, կոմունալ, ֆինանսներ, աշխատուժ, հմտություններ։ Գնահատականը աշխարհի միջինի 54 է, մերը 66.05 եւ աշխարհում 32-րդն ենք։ Եվ սյուն երրորդ կա, մրցակցություն, շուկայական ազդեցություններ, բիզնես ռիսկեր, անվճարանակություն, համաշխարհային միջինը 60-ը, մենք 61.18, այստեղ էլ աշխարհում 46-րդն ենք եւ ընդհանուր ռանկինգում մենք մի քիչ աշխատանք ենք արել նախարարությունում եւ միջինացված ցուցանիշներով մենք 37-րդն ենք աշխարհում։ Եվ մի շարք ցուցանիշներով մենք առաջինն ենք։ Ներողություն, մի շարք չէ, բայց կա ցուցանիշ։ Օրինակ բիզնես սկսելը առաջին տեղում ենք, ֆինանսական ծառայություններ երկրորդ, հարկերը 16-րդ, կա այնտեղ ցուցանիշներ, որոնք որ պիտի աշխատեն։ Որոնք են խոցելի տեղերը։ Խոցելի տեղերը բիզնեսի անվճարունակության մասն է եւ միջազգային առևտրի մասը։ Միջազգային առևտուրը ուղղակիորեն կախված է մեր սահմանափակումների հետ, գիտեք, սահմաններ, տարածաշրջան եւ այլն, բիզնեսի անվճարունակության մասով բնական դա մեր տիրույթում բավականին գործ կա անելու եւ այնտեղ պետք է աշխատենք։ Եվ վերջին հարցը, դուք գրել եք, որ 636 քաղաքացու հետ եք տալու այդ խոսքը էլեկտրոմոբիլների մասին, նրանց վճարած հարկերը, ինչի մասին է խոսքը։ Բայց կարելի է մինչեւ դրան գամ մեկ բան ավելացնել։ Օրինակ ինստիտուտը առաջինը, որ ասացի աշխարհում 29-րդն է, մեզանից հետո, օրինակ Կիպրոսն է, Կանադան, Շվեդիան, Հոնկոնգը, Թայվանը, Նոր Զելանդիան։ Որովհետեւ պատկերացնենք, թե համաշխարհային բանկը ինչ կարծիք ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության, մեր տնտեսական միջավայրի եւ մեր բարեփոխումների մասին։ Հիմա 636 մեքենայի մասին։ 636 մեքենայի ցանկը արդեն հրապարակվել է ժոպեյով, վարկյանով, թե ինչ է տեղի ունեցել, եթե հիշում եք, նախորդ տարի ունեինք քվոտա, որպեսզի առանց մաքսատուր վճարելու էլեկտրոմոբիլները մաքսազերծվեին։ 5000-ը տվել էինք անհատներին եւ այն իրավաբանական անձանց, որոնք դիլեր չեն, եւ 3000-ը դիլերներին։ Եվ դիլերները իրենց մասնաբաժնից 636-ը 3000-ից 636-ը չօգտագործեցին։ Դա մենք տեղափոխեցինք իրավաբանական անձանց, ոչ դիլեր իրավաբանական անձանց եւ անհատների քվոտայի վրա, եւ 5001-րդ քաղաքացին, որ եկել էր մաքսատուն, եւ իրեն ասել էին, օրինակ, դու պետք է վճարես 3.5 միլիոն դրամ մաքսավճար, որովհետև դու 5001-րդն ես ու քվոտան ավարտվեց եւ ինքը ստիպված էր եղել վճարել, այդ քաղաքացին մոտակա օրերին կստանա իր վճարած 3.5 միլիոն դրամը։ Հաջորդը, երբ որ 5000 իսկ դրանից 1 րոպե առաջ եկածը չէր վճարել։ Հաջորդը, որը վճարել էր 2 միլիոն դրամ, նորից հետ կստանա։ Այն մյուսը, որ վճարել էր 10 միլիոն դրամ, նորից հետ կստանա։ Այդպես 636 Հայաստանի քաղաքացի կստանան հետ մի քանի միլիարդ դրամ եւ իհարկե բարով ծախսեն մեր սիրելի քաղաքացիները այդ փողը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։